Բայց ես ուզում եմ իրանց տեսնել ուժեղ դրսի հետ, երբ որ օրինակ Ալիևը ինչ-որ բան է ասում, դրա կրկնակի պատասխանը ստանա։ Այ այդ տեսանկյունից, իսկ պատասխանները շատ թույլ են լինում, շատ թույլ կամ չեն լինում, կամ շատ թույլ են լինում, որից ես ամաչում եմ, որովհետև ազգային ինքնություն կրող մարդ եմ։ Ես իմ հայկական գենը զգում եմ, էլի, այսպես ասեմ, այն ցավը, որ ապրեցինք, այն ցավը, որ շարունակում ենք ապրել, մարդկա օրինակ միևնույն է իր համար։ Այն մարդիկ ում համար, որ միևնույն չի, իրենք էթնոկիր են։ Իսկ էթնոկիր լինելը ախր դա մի բան է, որ չենք կարող փոխել, ես չեմ կարող վաղը ֆրանսիացի դառնալ։ Ես շատ եմ սիրում Ֆրանսիան ու ֆրանսիական մշակույթը, բայց չեմ կարող դառնալ ֆրանսիացի։ Լսեցի մի անգամից ցավալի բաներ ասացիք, որ շատերը կան, որ նույնիսկ կարծում են Ադրբեջանի իշխանության հետ այստեղ, եթե այստեղ Աստվածչյանի մի օր այդպիսի բան լինի, իրենք կմնան եւ հանգիստ կապրեն Ադրբեջանում։ Դա ինչ է։ Ես չգիտեմ ինչ կանեմ։ Արժեհամակարգի փոփոխությունն է, բացակայությունը ինչ է դա։ Արժեհամակարգի խնդիրը ես կարծում եմ, հա, արժեհամակարգի խնդիրը մենք այսօր ավելի շատ գիտեք հիմա օրինակ sense կարող են խոսել իշխանություններին շարունակել քննադատել, բայց այսօր ավելի շատ ես խնդիր եմ ժողովրդի մեջ եմ տեսնում։ Ցավոք սրտի, էլի, որտեղ իշխանությունները գնացող եկող են, կարող են փոխվեն, կարող է էլի հեղափոխություն լինի, իշխանափոխություն, կարող է ընտրություններով գնան, բայց այսօր ես խնդիրը հենց ժողովրդի մեջ եմ տեսնում։ Մի հատ ստվար զանգված, ովքեր որ ոնց որ անգամ ինքնապահպանման վնաս չունենան։ Էլ չխոսեմ ինտելեկտի կամ կրթվածության մասին։